Պարոն Փաշինյան, երբ դուք մոտեցաք ուրեմն այդ ամբիոնին, անկեղծ ասած չարդարացված, բայց շատ ավելի լուրջ պատասխան էի սպասում։ Ես ձեզ շատ կոնկրետ հարց տվեցի։ Հանցագործության կանխարգելման ռազմավարությունը, որի մասին վերջերս ներքին գործերի նախարարը խոսեց, որ մշակման փուլում է։ Ինչ փուլում է այդ ռազմավարությունը։ Դուք ինձ տվեցիք ուղղակի զրուցարանի, հայերը դրա բեսեդկային ասում, բեսեդկայի զրույցի կենցաղային իր մակարդակի մի պատասխան, բայց ոչ կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժի պատասխանատվություն կրող անձի պատասխան, այսպիսի հանցագործություն կա, համացանցում կլինի, թե չի լինի, դա թե դատախազության, թե ներքին գործերի զեկույցներում կա նաև կրթության նախարարության, դպրոցներում բռնության, բուլինգների եւ ամեն տեսակի մի խայտարակ պատկեր է։ Ես դες լուրջ ախտորոշման մասին եմ խոսում, դա մեր հավաքական, ընդհանուր ախտն է, մեր բոլորի դարդն է։ Այսօր եւս ինչ-որ կնոջ, միջին տարիքի մի կնոջ աշակերտը ուղղակի հարվածել է։ Ես խոսում եմ հիվանդ հասարակության մասին, բանակում ոչ կանադրային հարաբերությունների մասին եւ ակնկալվում է նորմալ լուրջ պաշտոնական պատասխան, բոլորը մեղավոր էին բացի իշխող քաղաքական ուժից։ Մեր հասարակությունը, ինչպես եւ նախորդ հարցի պարագայում, այդ որակի պատասխան չի սպասում։ Ռազմավարություն ունեք թե ոչ։ Գիտակցում եք, որ այս մշակույթով հասարակությունը ապագա չունի, եւ այո, բոլորն են մեղավոր, սա մեր հասարակությունն է, մեր դասիրակության եւ ընտանիքի հայրենիք, բայց քաղաքական պատասխանատվությունը ձերն է։